Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այսօր կկատարենք մի փորձ, որի ընթացքում թե քարտության վրայով բեռ բարձրացնելի ստացված տվյալների հիման վրա կհաշվենք կատարված լրիվ և օգտակար աշխատանքները։ Կհամոզվենք, որ կատարված օգտակար աշխատանքը փոքր է լրիվ աշխատանքից։ Միաժամանակ կորոշենք, թե քարտության օգտակար գործողության գործակիցը ՕԳԳ-ն։ Նաև կուսումնասիրենք, թե ինչպես կարող են թեքահարթակի թեքության անկյան փոփոխությունը և բեռի զանգվածի փոփոխությունը ազդել թեքահարթակի օգտակար գործողության գործակցի վրա։ Այս փորձն իրականացնելիս մեզ կօգնի Գագիկը։ Ողջույն Գագիկ։ Ողջույն Լիաննա։ Թեքհարթության վրայով M զանգվածով բեռը H բարձրության հասցնելու համար բեռի վրա կիրառվում է թեքհարթությանը զուգահեռ ուղղված F ուժ։ Այս դեպքում կատարված լրիվ աշխատանքը հաշվում ենք A լրիվ հավասար է FL բանաձևով, որտեղ F-ը կիրառված ուժն է, իսկ L-ը բեռի անցած ճանապարհը։ Իսկ կատարված օգտակար աշխատանքը հաշվում ենք A օգտակար հավասար է MЖH բանաձևով, որտեղ M-ը մարմնի զանգվածն է, H-ը բարձրությունը, որին հասցրել ենք բեռը, Ž-ն ազատ անկման արագացումը։ Իսկ ահա թեքահարթակի օգտակար գործողության գործակիցը ՕԳԳ-ն բնականաբար կհաշվենք բետա հավասար է A օգտակար բաժանած A լրիվի արտահայտված տոկոսով։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են թեքահարթակ, այս թեքահարթակը փոփոխվող անկյունով փայտե հարթ հարթակ է, հարթակը մի ծայրում ունի ճախարակ, մյուս ծայրը միանում է փայտե հիմքին, ունի գծային սանդղակ, սանտիմետրային բաժանումներով, ամրացված թեքհարթության եզրին։ Այն նախատեսված է մարմնի անցած ճանապարհի երկարությունը հաշվելու համար։ Հարթակին ամրացված է սանդղակի միայն մի մասը, սակայն պետք է իմանալ, որ չափումների սկիզբը 0-ն հաշվարկվում է հարթակի ծայրից։ Ունի անկյունային սանդղակ 0-ից 45 աստիճան, որն ամրացվում է հիմքին, սեղմակներով։ Նախատեսված է թեքահարթակի և հիմքի կազմած անկյունը չափելու համար։ Անկյունային սանդղակին կցված է նաև գծային սանդղակ, արտահայտված սանտիմետրերով, բարձրությունը որոշելու համար։ Փայտե 4 օգտագործելու ենք որպես բեռների հավաքածու։ Զսպանակավոր ուժաչափ նախատեսված է մարմնի վրա ազդող ուժը չափելու համար։ Նրա աշխատանքը հիմնված զսպանակի ձգման վրա։ Երբ ուժ է գործադրվում զսպանակի վրա, նրա երկարությունը փոփոխվում է, և այս փոփոխությունը համաչափ է ուժի չափին։ Զսպանակավոր ուժաչափի կողմից չափված ուժը արտահայտված է նյուտոններով։ Զսպանակավոր ուժաչափի երկրորդ սանդղակը նախատեսված է մարմնի զանգվածը չափելու համար։ Թվային կշեռք նախատեսված է բեռների զանգվածները չափելու համար։ Հաշվիչ, թուղթ և մատիտ, աղյուսակ, փորձից ստացված տվյալները և հաշվարկները գրանցելու համար։ Փորձը սկսելուց առաջ աշխատանքային սեղանից պետք է հեռացնել ավելորդ իրերը, ստուգել փորձի համար անհրաժեշտ լաբորատոր սարքումների ու նյութերի առկայությունը։ Թեքահարթակը պետք է տեղափոխել զգուշորեն, այն չվնասելու համար։ Թեքահարթակը չի կարելի տեղադրել սեղանի ծայրամասում, հատակին ընկնելուց և կոտրվելուց, ինչպես նաև ֆիզիկական վնասվածք ստանալուց խուսափելու համար։ Թեքահարթակը տեղադրելուց հետո պետք է համոզվել, որ այն կայուն է և չի կարող տեղաշարժվել փորձի ընթացքում։ Թեքահարթակը տեղադրենք սեղանին և նրան տանք որոշակի բացվածք, չափենք թեքության անկյունը և գրանցենք աղյուսակում։ Չորսուի անցնելիք ճանապարհը նախանշենք այնպես, որ սանդղակը ցույց տա այն և հարմար լինի բարձրությունը չափելու համար։ Հարմար է այն վերցնել բարձրությունը և ճանապարհը ցույց տվող սանդղակների հատման դիրքը։ Չափենք անցնելիք ճանապարհի երկարությունը, այն 31.5 սանտիմետր է, գրանցենք աղյուսակում։ Չափենք բարձրությունը, գրանցենք աղյուսակում։ Թվային կշեռքով չափենք 4-ուի զանգվածը, ստացանք, որ 4-ուն 181.7 գրամ է, այս տվյալը ևս գրանցենք աղյուսակում։
4-ին ամրացնենք ուժաչափը, ապա 4-ուն տեղադրենք թեքահարթակի վրա, ստորին ծայրին հավասար։ Ուժաչափը ձգելով 4-ուն թեքահարթության երկայնքով հավասարաչափ տեղափոխենք դեպի վեր, մինչև մեր նախանշած դիրքը։ Ձգենք դանդաղ, որ կարողանանք հավասարաչափությունը պահպանել։ Արդյունքում հաստատուն կպահպանվի նաև ուժը։ Ուժաչափի ցուցմունքը 1,2 նյուտոն է, սա նույնպես գրանցենք աղյուսակում։ Այժմ փորձը կրկնենք, փոխելով թեքության անկյունը։ Չափենք անկյունը և գրանցենք աղյուսակում։ Կրկին որպես 4-ուի տեղափոխման վերջին դիրք վերցնենք բարձրության և ճանապարհի սանդղակների հատման դիրքը։ Չափենք բարձրությունն ու ճանապարհը և արդյունքները գրանցենք աղյուսակում։ 4-ուն տեղադրենք թեքահարթակի վրա, ստորին ծայրին հավասար և նրան ամրացնենք ուժաչափը։ Ուժաչափը ձգելով 4-ուն թեքահարթության երկայնքով հավասարաչափ տեղափոխենք դեպի վեր, մինչև մեր նախանշած դիրքը։ Հիշենք, որ պետք է ձգել դանդաղ, որ կարողանանք պահպանել հավասարաչափությունը, արդյունքում կպահպանենք նաև հաստատուն ուժ։ Ահա տեսնում ենք, որ ուժաչափի ցուցմունքը 0,9 նյուտոն է, սա նույնպես գրանցենք աղյուսակում։ Կրկին փոխենք թեքության անկյունը և ևս մեկ անգամ կրկնենք փորձը։ Կատարենք բոլոր չափումները և գրանցենք արդյունքները։ Ինչպես տեսնում եք, աղյուսակի երկրորդ, երրորդ և չորրորդ տողերը լրացված են թեքահարթակի թեքության տարբեր անկյունների համար։ Այժմ պահպանենք թեքահարթակի թեքության անկյունը և փորձը կատարենք, փոխելով 4-ուի զանգվածը։ Վերցնենք մեկ այլ 4-ու։ Կշեռքով որոշենք 4-ուի զանգվածը։ Ստացված տվյալը գրանցենք աղյուսակում և այն ամրացնենք մեր հիմնական 4-ուի վրա։ Նախատեսվող ճանապարհն ու բարձրությունը թողնենք նույնը։ Նոր բեռը ուժաչափով տեղափոխենք զրոյական դիրքից, և ահա ուժաչափի նոր ցուցմունքը։ Ինչպես տեսնում եք, այն 0,8 նյուտոն է։ Ստացված տվյալը գրանցենք աղյուսակում։ Փորձի առաջին փուլն ավարտեցինք և հաշվարկների համար մեզ անհրաժեշտ տվյալները գրանցեցինք աղյուսակում։ Այժմ օգտագործված սարքավորումները տեղավորենք համապատասխան դարակներում և անցնենք փորձի երկրորդ, ամենակարևոր փուլին։ Մշակենք ստացված տվյալները և կատարենք եզրակացություն։ Աղյուսակի տվյալներով յուրաքանչյուր փորձին համապատասխան հաշվենք օգտակար աշխատանքը, լրիվ աշխատանքը և թեքահարթակի օգտակար գործողության գործակիցը։ Ստացված արդյունքները գրանցենք աղյուսակում։ A օգտակարը հավասար է MЖH, A լրիվը հավասար է FL, բետան հավասար է A օգտակարը բաժանած A լրիվի արտահայտված տոկոսներով։ Համեմատելով աղյուսակի օգտակար և լրիվ աշխատանքների սյունակները, տեսնում ենք, որ բոլոր փորձերում օգտակար աշխատանքը փոքր է լրիվ աշխատանքից։ Փաստորեն, փորձնական ճանապարհով համոզվեցինք, որ օգտակար աշխատանքը միշտ փոքր է լրիվ աշխատանքից։ A օգտակարը փոքր է A լրիվից։ Վերջին սյունակի տվյալները ցույց են տալիս յուրաքանչյուր փորձին համապատասխան թեքահարթակի օգտակար գործողության գործակիցը։ Երկրորդ, երրորդ, չորրորդ տողերի տվյալները ցույց են տալիս, որ թեքահարթակի թեքության անկյան փոփոխությունը բերում է թեքահարթակի օգտակար գործողության գործակցի փոփոխության։ Փորձի միջոցով մենք կարողացանք հաշվել թեքահարթակի օգտակար գործողության գործակիցը։ Փորձնական ճանապարհով համոզվեցինք, որ օգտակար աշխատանքը միշտ փոքր է լրիվ աշխատանքից։ Թեքահարթակի օգտակար գործողության գործակիցը կախված է թեքահարթակի թեքության անկյան մեծությունից։ Անկյան փոփոխությունը բերում է թեքահարթակի օգտակար գործողության գործակցի փոփոխության։ Թեքահարթակի հաստատուն անկյան դեպքում բեռի զանգվածի փոփոխությունը չի ազդում թեքահարթակի օգտակար գործողության գործակցի վրա։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։